Գյումրու նախկին ռադիոգործարանի քանդված բլբլված շենքում բնակվում են ընտանիքներ։ Այս շենքն է ժողովուրդ։ Պատուհան չկա, դուռ չկա, իմ տեսած ամենածանր պայմաններում ապրող մարդիկ են։ Հարկեր եք տեսնում, չէ՞։ Ներսից չկան այդ հարկերը։ Բլած են։ Առնետները երեխաներին կրծում են։ 2018 թվականին նրանց խոստացել է Փաշինյանը պայմանների բարելավում։ Եթե բարելավվեր իշխանության նկատմամբ այդ մարդկանց էմոցիաները կլինեին պոզիտիվ, չէ՞, բայց քանի որ խաբել է, տեսանյութի մեջ ամեն երկրորդ բառը հայհոյանք է Նիկոլ Փաշինյանին։ Այսինքն այդ մարդիկ, որ ատում են իշխանությանը, մեղավորը իշխանությունն է։ Ինքը այնպես չի անում, որ էմոցիան քաղաքացու լինի պոզիտիվ։ Այն, որ հազարավոր զոհերի հարազատներ այսօր նեգատիվ վերաբերմունք ունեն իշխանության հասցեին, ով է մեղավորը։ Կարող է Փաշինյանը այդ վերաբերմունքը փոխել պոզիտիվի։ Այս պահին Բաքվում գտնվող գերիների որ մի հարազատի վերաբերմունքը պոզիտիվ կլինի։ Պատերազմում կորցրել է եղբորն ու եղբոր տղային։ Գնացել է կառավարությունից պատասխան պահանջելու, կալանավորել եք։ Ու հիմա ասում եք, պետք է դու պոզիտիվ տրամադրվես, ախր ոնց։ Արցախից բռնագաղթած ու մի կերպ գլուխը պահող մեր տասնյակ հազարավոր հայրենակիցները ոնց կարող են պոզիտիվ տրամադրվել ձեր իշխանության նկատմամբ։ Հիմա որ ես այսպես շարունակեմ թվարկել, կպարզվի, որ ժողովրդի 90%-ից ավելին նեգատիվ տրամադրվածություն ունի ու դրա հիմնավորումները բոլորը ունեն։ Խոստացել է աղքատությունը 10% իջեցնել, ոչ մի տոկոսով չի իջեցրել։ Հիմա ծայրահեղ աղքատության մեջ գտնվողին ասում է, պետք է պետության մասին քո վերաբերմունքը, քո ընկալումը նեգատիվից դարձնել պոզիտիվ։ Ախր չի լինում է այտենց։